Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբանն եմ։ Այնինչ երեկ բացահայտվեց եւ հիմա գտնվում է մինչ դատական process-ում այս տերորիստական գործունեությամբ ուղեկցվող այս խմբի գործունեությունը եւ այս ամենը լայն արձագանք գտավ ոչ միայն Հայաստանի հասարակության շրջանում, այլև Սփյուռքում։ Ի վերջո այս ամենը նաև վերաբերվում է հայությանը։ Ինչու, որովհետև այստեղ ներգրաված են բարձրաստիճան եկեղեցականներ, իսկ հայ առաքելական եկեղեցին այնուամենայնիվ գլոբալ կառույց է եւ ունի թեմեր աշխարհի 5 մայրցամաքներում։ Եվ այդ թեմերը, այո, սպասարկում են նաև հայկական Սփյուռքին։ Մենք տեսնում ենք ինչ ահռելի ծավալի ապատեղեկատվություն է գալիս առաջին հերթին հենց Ռուսաստանից, մենք այստեղ շատ հստակ շահագրգռվածություն ենք ուրվագծել եւ գաղտնիք էլ չկա, մենք տեսնում ենք Պուտինի փչովի տիկնիկները ինչեր էին խոսում նախ Սամվել Կարապետյանի այդ գործի հետ կապված եւ հետո այս ուրեմն խմբի կամ խմբակի բացահայտման հետ կապված եւս ռուսական ռոպագանդան կեղտ եւ լուտանք է լցնում Հայաստանի եւ Հայաստանի ղեկավարության վրա, ինչը թե համարձակվել են իրենց սիրելիներին թթու խոսք ասել, հա, ընդհանրապես։ Եվ այս ամենը անհրաժեշտություն է առաջացնում նախ եւ առաջ պատշաճ հաղորդակցության, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները եւս օբյեկտիվ տեղեկատվություն ստանան եւ պատճառահետևանքային կապերը այս ամենում ճիշտ կառուցեն։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է Հայաստանի կառավարության առընթեր Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը, բարև ձեզ պարոն Սինանյան, շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Բարև ձեզ պարոն Մեհրաբան։ Պարոն Սինանյան, դուք իհարկե ձեր օրակարգով, ձեր հանձնակատարի պարտականություններն եք կատարում եւ բախվելով այսպիսի իրողությունների, որոնք մի կողմից Ռուսաստանի Սփյուռքն են շոշափում ուզենք թե չուզենք, մյուս կողմից հայ առաքելական եկեղեցին, որ իր թեմերն ունի այս 5 մայրցամաքներում էլ եւ ըստ այդմ վերաբերվում է այս ամենը նաեւ հենց 5 մայրցամաքներում մեր Սփյուռքին եւ մենք տեսնում ենք այս ապատեղեկատվության ծավալը։ Ինչ անելիքներ եք տեսնում այստեղ եւ նախ եւ առաջ սկսենք նրանից, թե ինչ տրամադրություններ են ըստ ձեր տեղեկությունների տիրում Սփյուռքի մեր շրջանում, համեցեք։ Տեսեք, Սփյուռքի տրամադրությունների մասին խոսելիս պետք է լիզգուշ լինենք հասկանալով, որ Սփյուռք որպես այդպիսին, որպես միասնական ինչ-որ մարմին գոյություն չունի, այլ կան տարբեր համայնքներ, տարբեր կառույցներ, տարբեր շերտեր եւ մեծ քանակությամբ որևէ կառույցի հետ չառնչվող անհատներ։ Մինչ այս պահս իհարկե արձագանքը արդարոց չի։ Կարծես ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում մարդկանց մի զգալի մասը անակնկալի չի եկել եւ սպասում էին նման մի զարգացում կամ չեն զարմանում նման զարգացման հետ կապված։ Հետևաբար չենք ստանում որևէ այդպես մեծ ալիք հարցերի կամ մարդկանց կողմից չհասկանալու, թե ինչ է տեղ ունենում։ Մարդիկ ժամանակի ընթացքում բավական կոփվել են հոգեբանորեն, ինձ թվում է, եւ
սելենթացը չորից տարբերել։ Հիմա սա ասելով հանդերձ իհարկե չեմ կարող անտեսել եմ փաստը, որ ցավոք սրտի Սփյուռքի նկատմամբ հատուկ պրոպագանդա է արվում, հատուկ քարոզչություն ու մեծ ծավալով, որովհետև այդ հայտնի խմբերը, մեզ բոլորին հայտնի եւ անցյալի հետ այսպես ասոցիացվող խմբերը Սփյուռքում ունեն շատ ավելի մեծ լրատվական լծակներ, քան ունի Հայաստանի պետությունը, քան ունեն այն կազմակերպությունները, որոնք նման հապատեղեկատվությամբ չեն զբաղվում, եւ հետեւաբար իրենք բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի եթերը լցնեն կեղծիքով, ստով, թուր մեկնաբանություններով եւ այսպիսով ազդեն Սփյուռքի հանրային տրամադրության վրա։ Հիշեք, որ տեղի բնակչության վրա նրանք եւս նույն ջանքերն են գործադրում ազդելու, բայց դա իրենց մոտ ավելի քիչ է ստացվում, որովհետև մարդիկ, որոնք բնակվում են Հայաստանում, բնակվում են մեր իրականության մեջ։ Այսինքն այդ իրականությունը դու կարող է պրոպագանդա լսես, չգիտեմ, 5-րդ տալիքով կամ չգիտեմ, այդ չարաբաստիկ տարբեր հին օլիգարխների հետ առնչվող ապատեղեկատվություն տարածող մամլոմիջոցների միջոցով, բայց հետո դուրս ես գալիս բակ, դուրս ես գալիս տնից հետ եւ հայտնում ես իրականության մեջ։ Մեր Սփյուռքի հայրենակիցները այդ շռայլությունը իրենց չեն կարող թույլատրել, որովհետեւ իրենք միշտ այսպես վիրտուալ իրականության մեջ են մնում, քանի որ Հայաստանում չեն։ Պարոն Սիմոնյան, այո, եւ շարունակելով ձեր այդ միտքը, որ հայտնվում են վիրտուալ իրականության մեջ, այդ վիրտուալ իրականությունն էլ լցվում է այն ամենով ինչ որ լցնում են, հա, լինի դա տեղեկատվություն, թե լինի ապատեղեկատվություն։ Կյանքը ցույց է տալիս, որ ապատեղեկատվության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դա սեփական տեղեկատվական հոսքերի ապահովումն է։ Հիմա մենք դուք բավարար եք համարում պետության կողմից այդ հաղորդակցության մակարդակը, հագեցվածությունը, որպեսզի տեղ չմնա ապատեղեկատվությանը, որովհետև մենք նաև, այո, Սփյուռք ասելով մենք գործ ունենք տարբեր երկրների, ընդ որում տարբեր բնույթի երկրների, դրանք ոչ միայն ժողովրդավարական երկրներ, այլև երկրներ, որտեղ տեղեկատվական քաղաքականությունն, այսպես ասենք, ամենևին ժողովրդավարական չէ։ Եվ այդտեղ մանիպուլյացիաների հնարավորություններն են մեծանում։ Ոնց եք դուք տեսնում խնդրի լուծումը, համեցեք։ Խնդրի լուծումը, տեսեք, ես երկակի պետք է պատասխանեմ, մի կողմից զուտ այսպես տակտիկական մոտեցումն է, այսինքն կա ապատեղեկատվություն, դրան պետք է հակազդել նաև տեղեկատվության, ճիշտ տեղեկատվությամբ։ Եվ ստեղ, ինչպես դուք նշեցիք, պատասխանը իրականում շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել, որովհետև օրինակ կան հսկայական աշխարհագրական տարածքներ, որտեղ բնակվում է հայկական Սփյուռքի քրիտիկական մասայի գերակշիռ մասը, դուք գլխի կընկնեք, որ երկրի մասին է, որտեղ Հայաստան օրինակ արդյունավետ տեղեկատվության տարածում չի կարող անցկացնել օբյեկտիվ պատճառներով, որտեղ այդ երկրի այսպես դրվածքը չի թույլատրում նման բան։ Դրան հակառակ իհարկե կան նաև այլ երկրներ, որոնք ավելի ազատ են, բայց այս երկրներում էլ հենց հեգնանքը կյանքի ինչ է, որ այդ ետադիմական, կործանարար, ապահայկական, ապապետական ուժերը իրենցից ներկայացնում են Սփյուռքյան կառույցների համայնքների ամենակազմակերպված մասը։ Հասկանում եք, սա իրոք բան է, ողբերգություն է մեր համար, որ ամենակազմակերպված է մասը, որը իրականում չնչին տոկոս է ներկայացնում Սփյուռքում, բայց դա չի փոխում են փաստը, իրանք ամենակազմակերպվածն են եւ մոտիվացվածն են։ Եվ իրենք կարողանում են օգտագործել վերջին 100-110 տարվա ետ ցեղասպանության դարաշրջանի կուտակած ամբողջ իրենց հրապարակման ռեսուրսը, մամլո ռեսուրսը։
եւ ստեղ էլ պետության համար շատ դժվար է մրցել։ Հիմա ուրեմն պետությունը ամեն դեպքում պետք է եւ փորձում է սրան հակազդել իր միջոցներով։ Երկրորդ պատասխանս նա է, որ գիտեք, այս ամենին հակադարձել պետք է երկարաժամկետ լավ աշխատանքի միջոցով։ Այսինքն այս տոքսիկ թույնի, ստի, կեղծիքի ամենալավ հակադարձելու ձևը դա հայ մարդկանց կյանքը բարելավելն է Հայաստանի Հանրապետության տարածքում, նրանց ապահովել այսպես բարձր կենսամակարդակ ունենալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններով եւ այդ դեպքում արդեն այդ ապատեղեկատվությունը հոդս է ցնդում, որովհետեւ ի վերջո բոլոր մեր հայրենակիցները, որոնք գալիս են մեկ անգամ գետ Հայաստան, իրենց աչքով տեսնում են, թե ինչ է տեղի ունենում։ Տեսեք, այսօր հենց կառավարության նիստի ընթացքում վարչապետը խոսում էր տնտեսական որոշ զարգացումների մասին, եւ այն փաստի մասին, որ այս մայիս ամսին մենք կրկին գրանցել ենք 18 թվականից հետո ընդհանրապես անկախ Հայաստանի պատմության ռեկորդային աշխատատեղերի թիվ։ Սա անուրանալի փաստ է, ասում եք, երբ որ մարդիկ աշխատում են, երբ որ դրանք էլ որոնք աշխատում են, արդեն աշխատում են հարկային դաշտի համար տեսանելի ձևով, սա նշանակում է, որ տնտեսական գործընթացները ճիշտ ուղղությամբ են գնում։ Նաև նույն հենց մայիս ամսի ընթացքում մենք գրանցել ենք երկմիշաճ, որը ինքնին շատ լավ ցուցիչ է։ Եվ նման այսպիսի լավ աշխատանքի միջոցով մենք կարող ենք ամենաարդյունավետ ձև հակազդել այս ամենին։ Իհարկե սրա հետ մեկտեղ էլ մեր անվտանգային կառույցները պետք է շարունակեն արդյունավետ աշխատել եւ կանխել դրսից եւ ներսից բոլոր այն դավադրությունները, որոնք դյութվում են պետության եւ մեր ժողովրդի դեմ։ Պարոն Սիմոնյան, եւ գալով եկեղեցու հարցին, որը շատ ցավոտ հարց է, որովհետեւ այն ձայնագրությունները, որոնք հրապարակվեցին եւ որտեղ, այսպես ասենք, ձայնագրության հերոսը արքեպիսկոպոս էր, որը հիմա բանտում է, այնպիսի բառամթերք եւ վերաբերմունք էր կիրառում եւ ներկայացնում, որ ուղղակի անպատկերացնելի է, որ դա կարող է դուրս գալ եկեղեցուց։ Մեկ, երկրորդը մենք ունենք սահմանադրական նորմ եկեղեցին եւ պետությունը, որ պետք է լինեն անջատ եւ այդ սեկուլարիզմը որպես սահմանադրական սկզբունք մենք հենց մեր անկախության առաջին իսկ օրերից էլ որդեգրել էինք եւ հիմա հստակ է, որ հիմա եկել է, այսպես ասենք, այդ սեկուլարիզմը ավելի, այսպես մանրամասն ձևով, որ պետությունը կարգավորի, հա, որովհետև օրենսդրական բացեր էլ կան, ամենայն դեպս եկեղեցու ֆինանսական գործունեությունը մնում է անտեսանելի պետության կողմից։ Օրինակ, Միացյալ Նահանգներում ես գնացել եմ եկեղեցի, հայկական, հայ առաքելական եկեղեցու, էջմիածնական եկեղեցի, գնել եմ մոմ եւ ինձ տվել են ՀԴՄ կտրոն։ Եվ ամենևին էլ դժգոհություն չկար, որ ամերիկյան պետությունը սրբապղծորեն միջամտում է եկեղեցու սուրբ ֆինանսական գործունեությանը։ Այդ նույն բանը, օրինակ, Հայաստանում իրականացնելու հետ կապված խոսակցության իսկ դեպքում մի այսպես գրեթե ապստամբություն առաջացրեց, թե ոնց կարելի է մեր սուրբ ֆինանսները դուք տեսնեք։ Հիմա այս ամենի հետ կապված ես հակընկալում եմ, որ եւս մի ալիք կլինի ապատեղեկատվության, որ ահա պետությունը մեր հազարամյա եկեղեցին թիրախավորել է եւ այլն, եւ շատ մարդիկ էլ այո, ուղղակի այսպես անքննադատ ձևով այդ ամենը սկսում են կրկնել եւ այս ամենը բավականին տոքսիկ, ինչպես դուք եք ասում, մթնոլորտ է սկսում ձևավորել նաեւ վերաբերմունք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, որոնք առանց այն էլ անամպ չեն։ Համեցեք։ Ասեք 18 թվականի հեղափոխության օրերին
կարծես հեղափոխական ուժը, որպեսզի ավելորդ ցնցումներ եւ ավելորդ անկայունություն չստեղծի երկրում, չզբաղվեց եկեղեցու հարցով, այսպես ուրիշ կերպ չեմ կարող ձևավորել, որովհետև գիտեք, այդ եկեղեցու հետ կապված բոլոր արատավոր երևույթներ այն ժամանակ էլ հայտնի էին, դժգոհություններ այն ժամանակ էլ կային եւ կար նաեւ մղում հեղափոխական այսպես մի ուղղության կողմից, որպեսզի այդ հարցերը լուծվեին այն ժամանակ։ Բայց տեսեք, եկեղեցով պետությունը չուզեց զբաղվել, եկեղեցին որոշեց զբաղվել պետությամբ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում միանգամից մտան քաղաքական դաշտ, պահանջեցին վարչապետի հրաժարականը, սկսեցին դրանից հետո ինչ-որ շարժումներ ղեկավարել, մարդկանց տրթել անօրինական գործողությունների եւ այլն, եւ սրա կուլմինացիան մենք տեսնում ենք այս վերջին 36-48 ժամերի ընթացքում բացահայտված ահաբեկչական, հակապետական թեղաշրջման փորձի կանխման իմաստով։ Մենք չենք կարող ունենալ եկեղեցական կառույց պետության մեջ, որը իրեն վեր է դասում պետությունից։ Սրա շատ պատճառներ կան։ Տեսեք, օրինական պատճառը միգուցե սահմանադրությունն է, բայց այդ սահմանադրության բովանդակությունը ունի իր տրամաբանական պատճառները, որովհետև պետությունն ու եկեղեցին պետք է անջատ լինեն, որովհետև նախ չենք կարող գերադասել մի եկեղեցական հոսանքը մեկ այլ հոսանքից, չնայած նրան, որ հայ սուրբ առաքելական եկեղեցին մեր այսպես ավանդական եկեղեցին է, բայց նաև այն պատճառով, որ քաղաքական գործիչները ի վերջո պատասխանատվության ինչ-որ չափաբաժին ունեն, որտեղ իրենք ընտրվող են։ Ընտրվող են կամ իրենց նշանակում է ինչ-որ ընտրողի մարմին չէ, ազգային ժողովը կառավարությունն է ձևավորում եւ հաշվետվություն կա։ Այդտեղ խաղի կանոնները բավական հստակ են։ Մարդիկ ասում են, տեսեք, մենք մեր գործերով ենք զբաղված, մենք մեր հարկերի, մեր գոյացած եկամուտի մի զգալի մասը տալիս ենք ձեզ, որպեսզի դուք մեր ընդհանուր բարօրությունը կարողանաք կազմակերպել։ Եվ եթե դուք լավ դա չանեք, մենք ձեզ կփոխենք, կբերենք այլ մարդկանց։ Եկեղեցու դեպքում նման որևէ մեխանիզմ գոյություն չունի։ Տեսեք, մեզանից քանիսն են մասնակցել որևէ եկեղեցական ինչ-որ ընտրական ինչ-որ process-ի։ Տեսեք, եկեղեցին անդադ մեր անունից խոսում է, ասում է մենք հայ եկեղեցին ենք, մենք հայկական եկեղեցին ենք, բայց հենց որ մենք հայերս ասում ենք, բա ինչի եք ձեզ տենց վատ պահում, մեզ ասում են ձեր ինչ գործ։ Բարես իմաստով մեզ ասում են, որ նա սրբազան գիտեք մեկը կամ է։ Ասում է ձեր ինչ գործի չեք մտնում մեր գործերի մեջ։ Այսինքն խոսում են մեր անունից, հայ մարդու անունից, բայց հենց որ ասում են ընկեր, հոп, էս իմ անունից ես խոսում, բայց էս ինչ այլանդակությունն է տիրում քո մոտ։ Շուռոգարց ասում է, դու ով ես որ ինձ տենց հարց տաս։ Հասկանալի sense մի հատ ահավոր դիսոնանս կա մեր իրականության մեջ, ու դա չի կարող լինել։ Դա չի կարող լինել։ Ու երբ որ այդ ուժը, որը որևէ ձևով հաշվետու չի, որևէ մեկից ու մեր երեսին էլ ասում է դու ով ես որ մեզ մեր ներքին հարցերով հարց տաս։ Շուռը գալիս հանգարց մտնում է քաղաքական դաշտ, ոնց կարելի է դա թույլատրել որևէ հանգամանքում։ Եվ ահա թե ինչու սահմանադրությամբ եկեղեցին եւ կրոնը, ընդհանրապես կրոնը պետք է կրոնը եւ պետությունը զատ են իրարից, առանձնացված են։ Եվ մի բան էլ կա, մենք տեսեք, մենք քրիստոնեական արժե համակարգ կրող ազգ ենք, չէ՞։ Այո։ Այդտեղ ամենակարևոր բառը արժե համակարգ։ Արժեքների մի համակարգ է ամբողջ, որը ձևավորվել է մի քանի հազարամյա մարդկային պատմության արդյունքում եւ որը իր մեջ ունի խորը այսպես փիլիսոփայություն, պատմական փորձ եւ արի ուտես որ մեզ հիմա շուռ են գալիս, ասում են այդ արժե համակարգներին արժե մասը հեչեական չի։ Հիմա դե ուխտ ենք տվել, չենք տվել, ինչ տարբերություն կամ դե հիմա սայթակել ենք, լսել եք տենց արտահայտություններ են օգտագործում։ Ասում սայթակել ենք, կամ ասում են դե հիմա ձեր ինչ գործն է, կամ ասում են դուք հələ փորձեք մի շաբաթ առանց կնոջ դիմաց, այսինքն այն իջեցրել են մեր հոգևոր այդ արժե համակարգը պլինտուսի մակարդակի, ու մեր հետ փորձում են տենց լեզվով խոսել, մեր հայ ժողովրդիս հետ ու պետության հետ, որը մարմնավորում է այդ
հայ ժողովրդի, Հայաստանյան տարածքում բնակվող ժողովրդի քաղաքական կամքը։ Սա ընդունելի է։ Պարոն Սիմոնյան, եւս մի հարցի եմ ուզում անդրադառնալ կապված արդեն ձեր ամենօրյա գործունեության հետ, մասնավորապես այն համատեքստում, թե ինչ տեղի ունեցավ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ առնչված, նա եկավ Հայաստան իբր պաշտպանելով եկեղեցին, ասելով ես հայ ժողովրդի կողքն եմ, եկեղեցու կողքն եմ, եւ այն մարդկանց մի փոքր խմբակ մոռացել է իր պատմությունը, եւ եթե դուք քաղաքական գործիչներով դա չկարողանաք հարցը լուծել, մենք մեր ձևերով կլուծենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ ամենն իհարկե ավարտվեց կալանքով եւ հիմա մենք տեսնում ենք իրեն պատկանող օբյեկտներում Մոսկվայում օրինակ նկարները շրջանառվում են իր օբյեկտներում Երևանում եւս այդ մոլերի վրա այսպես մեծ պաստառներով իր նկարն է, դե իսկ Մոսկվայում էլ գրում են Դիասպորա Սվամի, ինչ-որ sense բաներ։ Այսինքն մարդիկ մի անծայրածիր երկրի այդ բազմահազարանոց հայության անունից տենց ինչ-որ բան են գրում, որ այդ ինչ իմացաք, որ այդ սփյուռքը ձեր հետ է, ինչ մանդատով, ոնց ինչ մեխանիզմով դարձավ ձեր հետ, ձեր ինչի հետ է, որ արածի հետ եւ այլն, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում եւ ես նաեւ իմացա, որ դուք որպես Սփյուռքի հանձնակատար տարբեր երկրներում ձեր ներկայացուցիչներն եք նշանակում եւ որոնք հենց տեղում ստանձնում են այո Հայաստանի եւ Սփյուռքի այդ կամրջող դերը եւ դա չի ստացվում Ռուսաստանի պարագայում չկա այնտեղ նշանակված մարդ, ընդ որում նշանակվելն էլ այնտեղ էլի խնդրահարույց է, որովհետև դե աշխարհագրությունը պատկերացնում ենք, չէ, ասենք թե որ նշանակեք, ասենք ինչ որ Պողոսին, նա որտեղ պետք է նստի Մոսկվայում եւ ասենք կառավարի կամ կոորդինացնի, ասենք Կամչատկայի կամ Վլադիվոստոկի հայության հարցերը ոնց on-line on-line Երևանից էլ on-line կարող է ասենք թե սովորական անել էլի խնդիրներ են առաջանում ձեր մոտեցումը այս խնդիրներին ինչպիսին է ձեր գնահատական այսպես ինքնակոչ հայտարարություններին դիասպորաս նամի թե սվամի եւ այլն համեցեք Այսեք Ռուսաստանում դեռ շուտ բանից մի քանի տասնամյակ առաջ շատ վատ ավանդույթ էր ձևավորվել, երբ ասում ենք ծլում է ինչ-որ մի մարդ, որը իհարկե փող ունի, իհարկե դեռ Ռուսաստան գիտեք, եթե փող ունես, ուրեմն դու լրիվ ենթակա ես պետությանը, քանի որ պետությունը թույլատրել է, որ դու գումար ունենաս եւ նույն կերպ էլ շատ մի քանի մեծ հայտնի օրինակների միջոցով ցույց է տվել, որ ում որ թույլատրել է փող ունենալ, նաև կարող է շատ արագ ունե զրկել։ Ռուսերեն ասում են «Ռասկուլաչից»։ Եվ այդ մարդիկ բնական է, որ շատ կախված են այդ պետությունից։ Հիմա sense վատ ավանդույթ կա, որ գալիս է մի մարդ, ու ինքը իրան հայտարարում է, ասենք, մի ամբողջ տիեզերական համայնքի ղեկավար, հետո էլ չի բավարարվում դրանով, ասում է Ռուսաստանից, ասենք, բոլոր ռուսների ամենալավ հայը ես եմ եւ բոլորի նախագահն եմ, ասենք նաեւ դառնում աշխարհի հայկական կոնգրեսի նախագահ։ Գիտեք, ում մասն է, չէ՞ խոսքը։ Այո։ Եվ ընդ որում Ռուսաստանի հայության 99.9%-ը ոչ մի կապ չունի դրա հետ, ոչ մի ձևով չի մասնակցել այդ մարմնի ձևավորմանը կամ այդ մարդու այդ կարգավիճակի ձեռքբերմանը, բայց արյուտես իրեն ներկայացնում են որպես 2.5 միլիոն հայերի նախագահ եւ պլյուս դրան նաև աշխարհի հայերի կոնգրեսի նախագահ։ Այսինքն սա ասում եմ
որովհետև իրոք ծիծաղելի է։ Հիմա այդ ավանդույթով, փաստորեն ավանդույթը շարունակվում է այլ անձանց միջոցով։ Գիտեք, մեկնաբանելու բան չկա, որովհետև մարդիկ իրենց օբյեկտների վրա, իրենց մոլերի, իրենց խանութների վրա, իրենց մասին ռեկլամ են դնում, ասելով, որ սփյուռքը ձեր հետ է։ Հավաստիացնեմ, որ սփյուռքի գերագույն մասը նախ խորապես թքած ունի այս թեմաների վրա, ես իրենց լեքսիկոնն եմ օգտագործում եւ կամ էլ որևէ ինչ-որ առարկություն չունի, այն ամեն ինչ որ տեղի է ունենում։ Եվ ես ցավում եմ, որ մարդիկ, որոնք գոնե կյանքի փորձ պետք է ձեռք բերած լինեին եւ դի հասկանային, որ Հայաստանի վերջո պետություն է, այդ չեն հասկացել, էլի չեն ընդունում, որ Հայաստանը պետություն է, ու որ Հայաստանի ժողովուրդը բավական արժանապատիվ եւ բավական իմաստուն ժողովուրդ է, հայ ժողովուրդը վերջին 6-7 տարիների ընթացքում դա մի քանի անգամ ապացուցել է։ Եվ այդ ժողովրդի նկատմամբ չի կարելի այդպես ձեր վրա թքած ունեմ մոտեցում ունենալ, որովհետեւ մեր ժողովուրդը այս ինքը որ ասում է փոքր խմբակը եւ այլն, այդ փոքր խմբակի երկու անգամ բավական այսպես անսովոր բարձր մեծամասնություններով ընտրել է որպես կառավարող ուժ։ Եվ ամենակարևորը ժողովրդավարական մանդատով, ինչը ժողովրդավարական ազատ ձևով երկրում չլսված չտեսնված բան է, այո։ Այո, եւ այդ ժողովրդի կողմից ընտրված կառավարող խմբին անվանել որպես փոքրիկ խմբակ եւ տենց առհավարական ձևով խոսել մենք մեր ձևերով, այդ տեսեք ինչ է, այդ նույն մարդը չէր համարցակվի դրա նույնիսկ 2%-ն ասել Ռուսաստանի մասին, Ռուսաստանի ղեկավարության մասին։ Չէր համարցակվի, բայց արդյոք որ իրենց թվում է, որ ենք Հայաստանում կարող են այդպես արտահայտվել մեր պետության, մեր ժողովրդի մասին։ Պարզապես մեր պետությունը կայանում է, մեր պետությունը կայացման արդեն ընթացքի մեջ է, այո շատ բարդ պայմաններում, շատ վատ պայմաններում, երբեմն սխալվելով, սայթակելով, բայց պետությունը որպես համակարգ սկսում է կայանալ, այն սկսում է դրսևորել անկախ արտաքին քաղաքականություն, կշռադատված, սկսում է ստեղծել տնտեսություն, որը բավական դիվերսիֆիկացված է, սկսում է իր քաղաքական վեկտորն ընտրել աշխարհի այս կողմ կամ այն կողմ, այսինքն սկսում է ձևավորել մի պետություն, որը ծառայում է իր ժողովրդի շահերի համար եւ ոչ այլ պետությունների շահերը սպասարկելու համար, եւ դրա մեջ մտնում են նաեւ մեր անվտանգային կառույցները, որոնք ի տարբերություն հոկտեմբերի 27-ի 1999 թվականի այսօր կանխում են պետության դեմ դավերը, կանխում են այսպես տերորիզմի բոլոր դրսևորումները Հայաստանում եւ շարունակում են արդեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Սա մի բան է, որ կարծում եմ որոշ մարդիկ չեն հասկացել եւ պետք է հասկանան եւ իրենց դա հասկացվելու է։ Պարոն Սինանյան, եւս մի հարց պետք է տամ, չեմ կարող չտալ, ի վերջո 12 օր տևեց բավականին ավերիչ պատերազմ Իրանի եւ Իսրայելի միջև, հայություն կա թե Իսրայելում, թե Իրանում, որոնք իրենց պետությունների քաղաքացիներ են լիիրավ եւ այո այդ զրկանքները, այդ փորձանքը բոլորը կրեցին իրենց վրա։ Ձեր գրասենյակը ինչ գործունեություն ծավալեց այդ օրերին եւ ինչ է պատրաստվում անել առաջիկայում կապված նրա հետ, որ մարդիկ գուցե խնդիրներ ունեն կամ կունենան նաեւ Հայաստանի հետ կապն ապահովելու համար, համեցեք։ Ճիշտ նշեցիք, որ այո երկու երկրում էլ հայեր կան եւ երկուսն էլ հավասարապես կիսեցին իրենց երկրներում բնակվող բոլոր մյուս մարդկանց դժվարությունները։ Տեսեք, մենք հետեւյալ հոգեբանությամբ ենք մեր աշխատանքը դասավորում, այսինքն պատրաստվում էինք վատթարագույնի եւ անընդհատ այդ իմաստով անընդհատ
մոնիտոր էինք անում իրավիճակը, որպեսզի հասկանանք ուր է գնում, երբ պետք է մենք պատրաստ լինենք եւ իզարմանս մեզ մանավանդ Իրանի դեպքում երբևէ որևէ պահ խոճապ չառաջացավ եւ ինչ որ խոճապային մասսայական շարժում դեպի Հայաստան տեղի չունեցավ նույնը Իսրայելի մասնամասն տեսեք Իսրայելի դեպքում մենք 23 թվականի փորձ ունեինք, երբ հոկտեմբերի 7-ի Համաս-Իսրայել այդ սուր առճակատման օրերին հարավային Իսրայելի հայությունը վտանգված էր եւ մենք երբ որ հասկացանք, որ այնտեղ լուրջ պահանջ կա տարհանման, այդ պահանջը ներկայացրեցինք վարչապետին եւ արտգործնախարարության հետ միասնական ջանքերով կազմակերպեցինք տարհանումը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին եւ միակ տարհանման փորձը երբ մենք պետությունը վարձեց ինքնաթիռ չարտր արեց ուղարկեց եւ այնտեղ մենք 164 ազգությամբ հայ անձանց ընդ որում ոչ միայն Հայաստանի քաղաքացիների տարհանեցինք Հայաստան այս դեպքում ոչ Իսրայելում ոչ Իրանում սա կարիքը չառաջացավ չնայած մենք կրկնում եմ որ անընդհատ կապի մեջ էինք իրենց հետ մենք նաև մարդկանց ենք ընդունել, որոնք եկել են, անցել են սահմանը եւ եկել են Երևան, այն մարդկանց, որոնք դրա կարիքն են ունեցել, իրենց այդ նույնիսկ զուտ բրիֆինգի իմաստով հարցազրույցներ ենք անցկացրել, որ ավելի խորապես հասկանանք ինչ է տեղի ունենում, ինչի պատրաստ լինենք։ Բայց բարեբախտաբար երևի ասեմ, որ բանը բանին չհասավ եւ անհրաժեշտ չեղավ ինչ որ միջամտության։ Հարցնում էին իսկ արդյոք Հայաստանը դրան պատրաստ է եւ այլն ես զուտ Իսրայելի փորձը ձեզ բերեցի եւ կարող եմ նաեւ 23 թվականի Արցախի հայաթափման փորձը վկայակոչել որպես փաստ որ պետությունը տենց մարդկային հոսքերի կրկնում եմ գոնե սկզբնական փուլում պատրաստ է այն ունի այդ փորձը եւ եթե քաղաքական որոշում է կայացում որ պետք է մարդկանց ճիշտ ձևով ընդունել ապա դա պետությունը կարող է անել բարեբախտաբար դրան չհասավ Շատ շնորհակալ եմ պարոն Սիմոնյան որ ես եմ շնորհակալ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին եւ ձեր դիտարկումները եւ գնահատականները կիսեցիք մեր հեռուստադիտողների հետ մինչ նոր հանդիպում բարին ընդ ձեզ ինչ հանդիպում տեսնեմ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զավե Սիմոնյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված մեր երկրում տեղի ունեցող այս արտառոց դեպքերի սփյուռքյան ընկալումների հետ, ինչպես նաև Հայաստանի անելիքների պատշաճ հաղորդակցություն ապահովելու հարցում։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։